Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 1-ի համար։ Վերջ, արդեն հոկտեմբերն է, շնորհավորում եմ ձեզ 1 աչք փակել, 2 աչք փակել կլինի ամանորը, և կնշենք ամանորը։ Օրը հինգշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 1-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ գործեր եք ուզում առաջ մղեք, բայց հնարավոր է դժվարություն է լինեն առաջ մղելու հարցում, դրա համար շատ մի տանջվեք, եթե ինչ-որ մի բան այնպես չի ընթանում։ Ոմանք նաև կարող են գնալ ոչ բժշկական կենտրոն, ոմանք հիվանդանոց, միգուցե նաև հիվանդ եք, պարկած եք, ոմանց մոտ նաև այստեղ կարող են ձեզ ամուսնության առաջարկ անել կամ ընտանիքում է ինչ-որ կարևոր օր և կարող հիվանդանոցից է ինչ-որ մեկին եք տուն բերում, նաև ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, հարսանիքի եք պատրաստվում, նշանադրության և նմանատիպ այլ հարցերի։ Հնարավոր է մի փոքր ուշանում է դա, հնարավոր է ոմանց մոտ, ովքեր որ հիվանդ ունեն, կարող է ուշանում է։ Եթե ուշանա, ապա մոտապես 3 ամիս կուշանա, և պետք է հասկանաք, որ 3 ամիս հետո նոր կկարողանաք անել հարսանիքը կամ նշանադրությունը։ Նաև պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր են, որոնք որ այդ օրը պետք է լուծեք։ Միգուցե նաև դա է, որ եւս ուշանում է, եւս 3 ամիս պետք է սպասել։ Նաև դա կարող է լինել, որ 3 ամիս պետք է կամ պարկել հիվանդանոցում կամ բուժվել, ինչ որ մի գործողություն պետք է անել։ Նաև 3 ամիս կարող եք սպասել նոր ուսումնական շրջանին, նոր ինչ-որ կուրսեր եք անցնում, ուզում ընդունվել և ինչ-որ պետք է սպասեք, որ նոր խումբ ձևավորվի, նոր գնաք, նման ինչ-որ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 1-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանալու, համենայն դեպս հույսով եք, որ կլինի ավելի շուտ, բայց նա կարող է ուշանալ մոտապես 1 ամիս եւ տատանվում եք օրվա ընթացքում, ծանոթ եք անում այդ հարցը, միգուցե այդ հարցի հետ կապված ինչ-որ մի բան, նա կարող եք մտածել նաև որոշ գործեր առաջ կմղեք եւ հնարավորություն կարող եք ունենալ որոշ գործեր առաջ մղելու, բայց այդ հնարավորությունը կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, դա ուշադիր եղեք, որպեսզի այն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Նաև հանդիպում շփում որևիցե մասնագետի հետ, օցեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ, բամբասանք եւ երեկոյան նոր որևիցե մի լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ։ Որից մի բան է, որ այդպես գլուսավորի եւ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 1-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք կարող են գումար ստանալ, ոմանք կարող են գումար ծախսել։ Նաև որովիցե բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, միգուցե նաև գումարի մասին է դա։ Բայց հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել աշխատանքի հետ կապված, դրա համար ուշադիր լսեք, առաջարկները կարող են առաջարկել ձեզ, որպեսզի ինչ-որ միտեղ ընդունվեք աշխատանքի կամ բիզնեսի հետ է կապված, կամ պետական աշխատողը, որ ձեզ կարող է ինչ-որ մի բան առաջարկել։ Նաև օցեր կան, որոնք որ ձեր տրամադրությունը կարող են գցել, ձեր տրամադրության վրա կարող են ազդել, դեպրեսիվ վիճակի մեջ հասցնել իրենց բամբասանքներով, իրենց խոսակցություններով, եւ ոմանց սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք եւ ձեզ սիրված կզգաք, երեկոյան ձեր ընտանիքի մեջ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 1-ին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 1-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ գործեր կողեք, մղել առաջ կամ հնարավորություն ունենաք մղելու առաջ, բայց այդ հնարավորությունից չօգտվեք եւ գործերը մնան։ Գործերը չեք կարողանում մղել առաջ, որովհետեւ այդ հնարավորությունը բաց եք թողել։ Նաեւ օրվա ընթացքում սեղանի շուրջ կնստեք, միայն ուշադիր եղեք, օրվա վերջում արդեն իրար, եթե դեռ սեղանի շուրջ եք նստած, ապա իրար հետ չվիճեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում, միգուցե նաև սեղանի շուրջ հետո գալիս եք տուն եք վիճում, եթե օրինակ գինով ցած կլինեք, տղամարդիկ իհարկե։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 1-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, որպեսզի չուշանաք, առավոտյան շատ շուտ է։ Նաև որովհետեւ մի այդպես մի բոց կամ ինչ-որ մի բան կիմանաք, որը մասնագետի մասին։ Նաև մասնագետը կփորձի ձեզ խաբել, որովհետեւ երկերեսանի է։ Հա ինչ-որ մի ձևով, ինչ-որ կփորձի մոլորեցնել ձեզ։ Նաև սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասում, օրվա վերջ սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ մի բան եք քննարկելու, որը ուշ է լինելու, որը դեռ երկար է լինելու, որը ինչ-որ մի բան է, որը դեռ կուշանա մոտավորապես 3 ամիս է, դրա մասին կարող քննարկել։ Կտրուկ որևիցե քայլ կարող եք անել կամ ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա, կարող է դա է, կարող է ինչ-որ մի բանը, որ պետք է ուշանալ, շուտ է լինում։ Եվ ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանք պատրաստվում են հարսանիքի գնալ, ոմանք նշանադրության, ոմանց ընտանիքում շատ կարևոր իրադարձություն է լինելու, ամուսինն է վերադառնում, կինը եւ այլն, ինչ-որ նման հարցեր։ Նաև սա գործարք է, որ կարող եք կնքել, օրինակ կարող եք 3 ամսվա ոչ գործարք կնքել, ինչ-որ մի բան 3 ամիս տևելու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 1-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում, կամ վիճել եք դրա արդյունքն է, կամ նոր կարող վիճել, էլի փակվի եւ ոչինչ չկարողանաք անել։ Ոյցե փաստաթուղթ կստանաք, որը ինչ-որ առաջ խաղացում է նշանակում, զարգացում, գուցե դուք եք ուղարկում ինչ-որ մեկին, ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրում, կամ դա եւս նշանակում է ինչ-որ առաջ խաղացում։ Եվ երեկոյան ելք եք փնտրելու, կարծես թե այդ ելքը գտնում եք, որովհետև բավական ուրախ եք, տրամադրությունը բարձր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 1-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը հաջողություն ունեք, նաև շատ լավ լուր, բարի լուր կլսեք այդ օրը, ինչ-որ մի բան է ուշանում, դրա համար մոտավորապես 2 ամիս դրա համար կարող եք գնալ ոչ մասնագետի մոտ, ոչ տղամարդու մոտ, կամ իրեն պատմեք, իր հետ խոսեք, նաև ոմանց համար դա պետական աշխատող է, ոմանք սպասում են ամուսինը գատուն, որ պատմեն, ոմանց մոտ նաև ինչ-որ նոր ծանոթություն կարող է լինել օրվա ընթացքում։ Բայց ինչ-որ մի բան է, հա, ուշանալու ձեզ մոտավորապես 2 ամիս, հա, 1.5-ից մինչև 2 ամիս։ Նաև օրվա վերջ տատանվում եք ժամի հետ կապված։ Չգիտեմ դա ինչ է, ամեն մեկի մոտ մի բան է, ու ժամի գնամ աշխատանքի, խոսեմ շուտ դուրս գամ, հա, ինչ-որ ժամ է, ժամի հետ կապված տատանումներ են ձեզ մոտ, ինչ-որ բան է, տանջում է ձեզ։ Կամ նայում եք ժամին, դեռ ինչ-որ ում եք սպասում չի գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 1-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու, կամ երկար կքնեք։ Օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, բայց հետո ընկնում է, չգիտես ինչու։ Տեսակ մելամաղձություն է առաջանում ձեզ մոտ, այդպես դեպրեսիվ վիճակ եւ ոնց որ սկսում եք մտածել ինչ-որ բանի մասին։ Եվ տխրում եք։ Եվ երեկոյան եւս, հա, տատանվում եք անընդհատ, ինչ-որ հարցեր ծանրու թեթև եք անում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ինչ-որ բան է երևի տեղի ունենում օրվա ընթացքում, որը այստեղ չի երևում, որը որ ձեզ այդ օրին է հասցնում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 1-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ հարցին ելք եք փնտրելու, ինչ-որ հարցին լուծում եք փնտրելու, նաև ոմանք ամուսնության առաջարկ կստանան, դուք կանեք, նաև ընտանիքում է որից է կարևոր օր, տոն նաև, ինչ-որ գործարք կարող եք կնքել, հեռախոսազանգ, որը կլինի օծ, ինչ-որ հարցեր կարող են տալ ձեզ, դե ինչ-որ մի բան փորփրելու համար, իմանալու համար, որ բամբասելու բան լինի էլի իրանց մոտ։ Նաև կսպասեք օրվա ընթացքում ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ բանի եւ օրվա վերջ էստեղ հնարավոր է, որ ձեր տղան է գալիս տուն, երիտասարդ տղա է, հնարավոր է ձեր սիրելին է գալի տուն, ձեր ամուսինն է գալի տուն, ինչ-որ մեկն է, որ գալիս է տուն եւ դուք ուրախ եք, ձեր տրամադրությունը բարձրանում է։ Այսքանը ձեզ համար։ Միգուցե ակնկալ է անում կամ սպասում եք հենց իրեն, մի փոքր ուշ է գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 1-ին։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օր առավոտյան էմոցիաների ազդեցության տակ կարող վիճել ինչ-որ մարդկանց հետ։ Նաև հետո կարող մի փոքր ձեզ վատ զգալ, անգամ գնալ հիվանդանոց, մի քիչ ուշադիր եղեք, որովհետև հնարավոր է, նաև վատ զգաք ձեզ։ Նամա շատ ուշադիր եղեք, թե ում եք վիճում, երբ եք վիճում, ինչպես, որովհետև էմոցիաներն են, որոնք որ դա հեղինակներն են։ Նաև օրվա վերջ, ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ ուշ ժամի կարող եք գալ տուն, ուշ ժամի տանից դուրս գալ, կամ սպասում եք, որպեսզի ինչ-որ մեկը գա տուն, ուշ ժամի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 1-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր ինչ-որ մի բան է փակ, չի ստացվում և դուք ելք եք փնտրելու։ Դա կապված է ինչ-որ մասնագետին տեսնելու հետ, դա կապված է նաև գումարի հետ, որ պետք է գումար գտնեք կամ մասնագետին վճարեք կամ նմանատիպ ինչ-որ պահեր են։ Կարծես թե հիվանդ ունեք հիվանդանոցում։ Նաև դուք եք կարող է հիվանդ։ Պետք է դուք ինքներդ ձեզ այդ օրը լավ խնամեք, կարող հոգնած եք, այդ հոգնածությունը կարող պետք է հանգստանաք, որ ուղեղը ոնց որ թարմ սկսի աշխատել։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ կան, հնարավոր է ինչ-որ առիթ է, հնարավոր է նաև տեղափոխություն է, տան անդամների մասին է խոսքը ինչ-որ մի հարցում, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, միգուցե տան անդամներից մեկին տանում եք ինչ-որ բժշկի։ Ժամը ձեզ համար կարևոր է, ոչ թե տղայի հետ եք ժամ պայմանավորվել, որպեսզի հանդիպեք, խոսեք, միգուցե սիրո հետ է կապված, միգուցե ինչ-որ մասնագետ է, միգուցե նաև հիվանդանոցի հետ է կապված, միգուցե ձեր եղբոր հետ եք պայմանավորվում, որ գնաք իրար հետ հիվանդանոց, ինչ-որ պահեր են այստեղ, որ առավոտվանից այդպես ձեզ մոտ կա։ Այսքանը ձեզ համար, չգիտեմ ում հետ կլինի, կարող եք նայել և ձեր ասցենդենտի և լուսնային նշանները նույնպես, որպեսզի հասկանաք, բաներ կան, ոչ բոլորի հետ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 1-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ոմանք կարող են սիրոխոստովանություն անել, սիրոխոստովանություն լսել, նաև սիրահարվել, դե սիրված կզգաք ինչ-որ մի բան տեղի կունենա, որ դեր սիրտ ուրախ կլինի, կթրթռա։ Նաև տրամադրությունը բարձր կլինի օրվա ընթացքում, ուրախ կլինեք, էներգիավլի, հետո ինչ-որ մի բան է բացահայտվում, ինչ-որ բան է պայթունի նման գաղտնիք է բացահայտվելու, որից որ դուք էմոցիոնալ կլինեք բավականին, դուք սիրում եք էմոցիոնալ լինել, այնպես որ բավական վառ էմոցիաներ կունենաք եւ երեկոյան կարող է ուշ քնեք, որովհետեւ աշխատելու եք կամ որոշեք տեղափոխվել գիշերային աշխատանքի Գիշերը աշխատեք կամ քնեք, որ արթնանաք, որ գիշերը աշխատեք, այդպես կարող է նաև լինել որովհետև ինչ-որ մի բան է, որ պետք է դուք հանգստանաք, նոր հետո կամ եւս էլի աշխատեք կամ գնաք աշխատանքի, այդպես կարող է լինել Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում